Հայաստանի կարի միրգինին Մհեր Սողոմոնյանը ծնված օրվանից ապրում է Վայոց ձորի Արենի գյուղում։ Համայնքի զարգացման գերակա ուղղություններից է խաղողագործությունը եւ գինեգործությունը, ինչով էլ զբաղվում է Մհերը։ Ամեն տարի մասնակցում է արդեն ավանդական դարձած Արենի գինու փառատոնին։ Ես աճեցնում եմ, ես քաշում եմ, ես ասում եմ բոլորը ես անում եմ, ես էլ վաճառում եմ։ Գինու փառատոնը կազմակերպել է Արենի փառատոն հիմնադրամը, որտեղ բացի տեղացիներից ներկա են լինում բազմաթիվ հյուրեր եւ պաշտոնյաներ Երևանից։ Միջոցառումը հնարավորություն է տալիս բացահայտելու հայկական գինին, մշակույթը եւ ավանդույթները։ Շուրջ 12 արտադրող եւ մոտ 40 տնային տնտեսություն ներկայացրեց սեփական արտադրության գինին։ Ճանապարհի երկու կողմերում տեղակայված էին տաղավարներ, որտեղ մասնակիցները ցուցադրում եւ վաճառում էին ոչ միայն գինի, այլև ուտեստներ եւ այլ պարագաներ։ Հայաստանի կարի միրգինին Մենք ընկերված կեթասով Հայաստանի կարի միրգինին Ովեր խմի հալալ լինի Հայաստանի կարի միրգինին Մեր ձեռքերով ենք ստեղծել ու ներկայացրել այսօրվա։ Գինիները Արենի սորտի գինին է։ Մենք հենց Արենիից ենք, վաճառում ենք մեր ձեռքով պատրաստած մեր տեղական գինին, խաղողից, դեղցի, ծիրանի օղի։ Որոշակի ակտիվություն կա, այս տարի մի քիչ պասիվություն կա, բայց ընդհանուր լավ է։ Կարևոր է, որ ավանդական է դարձել, ամեն տարի մարդիկ սկսել են սպասել դրան։ Եթե մի քիչ ավելի շատ լինեն ավանդույթները, ավանդույթ դարձած փառատոնները, ապա կարևոր մի հանգամանք կլինի, որ մենք կսովորենք ուրախանալ։ Oh, this is wonderful. Ես փորձում եմ ամեն տարի գալ, անկախ ընդրական դրամատրություններից եւ իրավիճակներից, եւ սա դոն է թե մարզի համար, հարակից գյուղերի համար բերքի դոն է։ Առաջի բաշակն է։ Դեռ չենք կարողանում խմել, սովոր չենք, բայց շատ գեղեցիկ փառատոն է, հուսով եմ կնպաստի նաև մարզերում տուրիզմի զարգացմանը։ Շատ եմ Շատ կարևոր է մարդկանց մտերմացնելու, միացնելու տեսակետից։ Գինու առաջին փառատոնը կազմակերպվել է 2009 թվականին։ Այս տարի փառատոնն ընդլայնվել է եւ ընդգրկել նաեւ Ռինդ գյուղն ու Եղեգնաձոր քաղաքը։ Մարիա Եղիազարյան, Գևորգ Հարոյան, Սիվիլներ։ Հայաստանի կարի միրգինին, ովեր խմի հալալ լինի, Հայաստանի կարի միրգինին